Դուք եք հզորը, դուք եք հզորը։ Տարիներ առաջ իրանք կարային որոշեն, իրանք բան անեն, որ իրանք կարան մարդկանց ճակատագրեր որոշեն, կարան որոշեն ով բիզնես անի, ով չանի, ով ավտո քշի, ով չքշի, ով ինչ ավտո քշի, ով ինչ ավտո չքշի, ով ինչ կարա ասի, ով ինչ չի կարա ասի, երբեմն ով կարա ապրի, ով չի կարա ապրի, իրանք մարդկանց ճակատագրեր էին որոշում, բայց այսօր նրանք խեղճացել, դարել են կուրկուրի ձակ, որովհետև այսօր ոչ թե իրանք են ձեր ճակատագիրը որոշում, այլ դուք եք որոշում իրան ճակատագիրը։ Եվ ես ձեզ առաջարկ ունեմ, իրան ճակատագիրը որոշել հետևյալ տրամաբանության մեջ, որ ի վերջո, և այստեղ ժողովրդի ձայնը շատ կարևոր է, որովհետև մեր դատաիրավական համակարգը, որի մեծ ցավոք մինչև այսօր, մենք մինչև վերջ չենք կարողացել, այդ թվում են պատճառով, որ սահմանադրական համակարգերը, այդ թվում մաֆիայի համար են գրված եղել, և մեզ շատ, մենք 8 տարի մենք մաֆիայի դեմ պայքարում ենք, բայց այնպես չի, որ անհաջող։ 2018 թվականի մայիսի 8-ին ես վարչապետ եմ ընտրվել, մայիսի 9-ից ես ամենօրյա պայքար եմ տանում մաֆիայի բազմագլուխ մաֆիայի հետ։ Եվ այդ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք հասել այս կետին, որ մնացել է նրանց վերջին 3 գլուխները։ Եվ այդ վերջին 3 գլուխները, եթե դուք այդ մանդատը տաք ինձ, ես ձեզ խոստանում եմ ամենավճռական եւ արմատական կերպով արմատախիլ անել։ Եվ այդ 3 մաֆիոզները պետք է նստեն բանտում, ոչ միայն որպես մարդասպան, ոչ միայն որպես հոսանքի գող, ոչ միայն որպես Հայաստանի ունեցվածքը թալանած, այլև որպես լրտեսներ, նրանք տասնամյակ պետք է անցկացնեն Հայաստանի Հանրապետության բանտերում, տվեք ինձ այդ մանդատը և ես շատ արագ ձեր անունից կիրագործեմ այդ ամեն ինչը։ Ինչ 300,000 ադրբեջանցու թեմա, ով է հորինել այդ թեման, ով է ստեղծել, մենք փակել ենք 2024 թվականին էր, դեռ անվերադարձ փակել այդ թեման, և այդ թեման փակելու արդյունքը և հետևանքը և խաղաղության արդյունքը այդ թեմայի փակելը, նրանք այսօր եկել են ուզում են բացեն, որովհետև Ադրբեջանն էլ չէ այսօր հետևում, ասում են ոնց, փաստորեն նրանք բան են անում, գովազդում են այս թեման, գովազդում են, տեղ են բացում այդ թեմայի համար, ընդ որում, իրանք այդ թեմայի համար տեղ բացում են, Ղարաբաղ վերադարձի թեման բանանելով, առաջ մղելով, որովհետև դրանք փող կապակցված կարևոր այդ կանալը բացելն է, և նրանք իրականում չեն էլ թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանում տնավորվի, որովհետև հարցը տնավորվելու համար մենակ տուն ունենալը բավարար չի, մարդը պետք է մտքով խաղաղություն ունենա, ներքին որոշում ունենա, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում է սերունդ ապրում։ Եվ մենք ասում ենք, որ գաղթականի և պանդուխտի հոգեբանությունից մենք պետք է դուրս գանք։ Այդ գաղթականի և պանդուխտի հոգեբանությունն է, որ մեզ անընդհատ ստիպել է, որ մենք մեր հայրենիքից հեռանանք ուրիշների համար տեղ բացելով մեր հայրենիքում։ Մենք ընենց այդ եռագլուխը ընենց արել է, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ապրելու տեղ չլինի, հասկանում եք, ապրելու տեղ չլինի, միլիոնից ավել մարդ արտագաղթել է Հայաստանի Հանրապետությունից, և մենք այսօր 2025 թիվը առաջին տարին է, որ Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվից։ Արտագաղթը դադարել է, ժողովուրդ ջան, մեր գաղթը սկսել։ Մենք դարձել ենք և ամեն օրվա հետ դառնում ենք ավելի պետություն։
Մենք դառնում ենք ավելի անկախ, մենք դառնում ենք ավելի զարգացած։ Հայաստանի Հանրապետությունը իր ստեղծման օրից բոլոր ղեկավարները դրել են մի վիճակի մեջ, որ Հայաստանը չունենա այլ ընտրանք, ժողովուրդը չունենա այլ ընտրանք։ Այսօր ես ուրախ եւ հպարտ եմ, որ մեր գործունեության, իմ գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունի այլընտրանք եւ ունենալու է այլընտրանք ամեն հարցում։ Ճանապարհի հարցում դուք ունենալու եք այլընտրանքներ, արտաքին հարաբերությունների հարցում ունենալու եք այլընտրանքներ, իսկ չունենալ այլընտրանք գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է լինել թակարդում, որովհետեւ եթե դու տարբերակ չունես, միայն մի տարբերակ ունես, ուրեմն դու թակարդում ես, դու գնալու տեղ չունես։ Մեր գործունեության արդյունքում մենք մեր ժողովրդի եւ պետության համար բացել ենք նոր ճանապարհներ, նոր տարբերակներ, նոր հնարավորություններ։ Եվ միջայլոց, սա դուր չի գալիս մեր որոշ հարգելի գործընկերների, բայց ես իրանց միշտ ասել եմ, մանավանդ այն տրամաբանության մեջ, երբ որ ընդհանուր Բելարուսիայի նախագահը հրապարակային հայտարարում ասում է, դե հայերը ում են պետք։ Ում են պետք հայերը։ Հայերը ու ինձ ասում են, բանա, արժանապատիվ, բա դուք այդ հայտարարությանը որևէ կերպ արձագանքել եք։ Չեն արձագանքել, գիտեք ինչի, որովհետև իրանք են համարում, որ հայերը ոչ մեկի պետք չեն, Հայաստանը ոչ մեկի, այդ իրանք լռությունը համաձայնության նշան է։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք։ Պետք է ունենա այլընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը։ Այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ եւ դուք ունեք այլընտրանքներ։ Եվ ես ուզում եմ ասել, այն մեր գործընկերները, ովքեր սրանց սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրանք իրանց դեմ են գործում, որովհետև իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Լսեք, անտրամաբանականը Եվ էդ էլ ուրիշ բան է, ուրիշ անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր ալնելու, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր, մենք այլևս ենք կուչեկած, պլեջին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք, մենք այսօր մի պետություն ենք, որը ի վիճակի է ինքը կառուցել իր բարեկեցությունը։ Մենք այսօր այն երկիրն ենք, որ ռազմարդյունաբերական համալիր ունենք եւ զարգացած երկրներին զենք ենք վաճառում, ոչ թե չզարգացած, այլ զարգացած երկրներին։ Մենք այն երկիրը չենք, որ պարադա անում, զորահանդես անում, իրար կպցրած, նի կանդիցիոն, նի կանսերվի կոկոշներով, վաղ եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք ինչ պետություն է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք չենք պատրաստվում պատերազմի, որովհետև մենք պատրաստվում ենք խաղաղության։ Եվ դուք եք մեզ ասեք 21 թվին, այո, մենք 21 թվին եկել ենք նախընտրական ծրագրով, Շուշիի դեօկուպացիա, չգիտեմ ինչ ծովից ծով Հայաստան, ես իմ ինչ,
Սնուցող մայրերը իրանց խոհանոցում ճաշեպելը կիսատ թողել են եկել են մեր հավաքներին եւ ինձ բռնել են ականջիս ասել են խաղաղություն դուրս արի այդ բաներից խաղաղություն նայ իրականությանը եւ ես այսօր Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերին մեր տատիկներին զեկուցում եմ ես արել եմ ձեր ասածը մենք ունենք պետություն մենք ունենք խաղաղություն մենք ոչ միայն ունենք ապագա այլև ապագան այսօր է հիմա է այստեղ ապագան եւ մեզնից ուզում են խլել մեր ապագան թույլ չտաք որ մեր ապագան խլեն մեզանից Եվ այսօր ընտրությունների լուծվում է մի հարց կամ հարցերի մի խումբ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը թե չէ որովհետև խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել պետությանը տեր կանգնել անկախությանը տեր կանգնել ապագային եւ այս է պատճառը Ես այդ պատկերին շատ է դուր գալիս, մեր խաղաղությունը 9 ամսական է, 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել սահման, 91 թվից ամեն տարի մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, Այսինքն 25 թիվը առաջին օրացուցային տարին է, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2 տարի արդեն մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ դա այն ամեն ինչի արդյունքում, որ ես 2021 թվականի ընտրություններից հետո գերկենտրոնացած եմ եղել, գերկենտրոնացած։ Այն պատգամի վրա, որ մեզ տվել են, որ ինձ անձամբ տվել են, մեր մայրերը, մեր տատիկները, մեր պապիկներն են նրանց թիկունքին, հայրերը և պապիկները նրանց թիկունքին լուր կանգնած են եղել և այդ լռությամբ ուժեղացրել են այդ ուղերձը։ Եվ այսօր մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որի նկատմամբ եթե հոգ չտանենք, չխնամենք, չի ապրի այդ խաղաղությունը ժողովուրդ, չի ապրելու։ Եվ խաղաղության նկատմամբ հոգ տանելու համար շատ ուղիղ եւ հստակ ասում եմ մի բան, պետք է գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ենք քվեարկում 16-ին։ Որտեղ այդ քվեարկությունը նշանակում է, որ պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք։ Բայց գիտեք ինչ, այս դեպքում էլ այդ տեր ենքը պետք է փոխել։ Տենց ասում ենք տեր ենք, բայց իրան պետք է բաղդատել։ Պետք է յուրաքանչյուր քաղաքացի ասի, որովհետև էդ էլ կա, որ միշտ մենք խոսում ենք ենքի տակ, շատերի տակ, ժողովրդի տակ, մենք անդադ խոսում ենք ուրիշներից, մեզնից հեռու։ Հա մենք եկանք, բայց կարանք կենտրոնում կանգնածլնենք, կարանք եզրին կանգնածլնենք, կարանք ընդհանրապես կարևոր գործ ունենանք այդ պահին, գնանք այդ գործերով, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է արձանագրի եւ առերեսվի մի բան, մի փաստի հետ, որ պետության, անկախության, ապագայի, խաղաղության ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 երեխեք ասցի դուք չեք, որովհետեւ դուք չեք մասնակցում քվեարկությանը, երբ որ 18 տարեկան կդառնանք,
այն ժամանակ արդեն։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Ով այդ մեկ մարդը, ես ուզում եմ իրա ձեռը տնամ բարձրացրած, ով է։ Եվ ահա, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, գառնին, Կոտայքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։